Ստամբուլում հունիսի 2-ին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Ռուսաստանը եւ Ուկրաինան շարունակում են գերիների փոխանակումը։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ըստ հաղորդագրության հավասար թվով զինծառայողների փոխանակում է եղել, սակայն հստակ թիվը չի նշվում։ Գերիների փոխանակման մասին լուրը հաստատել է նաեւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Մինչև 25 տարեկան, ինչպես նաեւ ծանր վիրավոր կամ հիվանդ ռազմագերիների փոխանակման գործընթացը մեկնարկել է օրեր առաջ։ Հունիսի 11-ին էլ Ուկրաինա էր վերադարձվել 1212 զոհված զինծառայողի մարմին, ռուսական կողմին էր վերադարձվել 27 զինծառայողի մարմին։ Air India ավիաընկերության ուղևորատար Boeing 787 օդանավը թռիչքից հետո կործանվել է Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանի շրջանում։ Ինքնաթիռում եղել է 242 մարդ, 230 ուղևոր եւ անձնակազմը։ Օդանավի ուղևորները եղել են Հնդկաստանի, Մեծ Բրիտանիայի, Պորտուգալիայի եւ Կանադայի քաղաքացիներ։ Հնդկաստանի լրատվամիջոցները հայտնել են, որ աղետի վայրում հայտնաբերվել է 1 փրկված, օդանավում գտնվող մյուս անձինք զոհվել են։ Զոհեր կան նաեւ բժշկական ուսումնարանի հանրակացարանի շենքում, որի վրա անկել է ինքնաթիռը։ Օդանավն Ահմեդաբադից ուղևորվելիս է եղել դեպի Լոնդոնի Գեթվիկ օդանավակայան։ Ավիաընկերության մամուլի ծառայությունը հայտնել է, որ ընկերությունը պարզում է տեղի ունեցածի մանրամասները։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 35 երկրից կազմված կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել Իրանին մեղադրելով միջուկային զենքի չտարածման երաշխիքների մասին համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների խախտման համար։ Բանաձևը նախաձեռնել են Միացյալ Նահանգները եւ Եվրոպական եռյակը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան։ Նման որոշում է ընդունվել 20 տարվա ընթացքում առաջին անգամ։ Կառավարիչների խորհուրդը նշել է, որ 2019 թվականից ի վեր Իրանը ոչ լիարժեք է համագործակցել գործակալության հետ եւ չհայտարարագրված միջուկային նյութերի ու բազմաթիվ օբյեկտներում գործունեության վերաբերյալ պատշաճ տեղեկություն չի փոխանցել ՄԱԿ-ի կառույցին։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը եւ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը դատապարտել են ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի բանաձևը։ Իրանական կողմը պնդել է, որ մշտապես հետևել է ԱՄԳ-ի առջև ստանձնած իր պարտավորություններին, իսկ ընդունված բանաձևը քաղաքական կողմնակալության հետևանք է եւ չունի որևէ փաստական հիմք։ Բաղդադում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ոչ հիմնական աշխատակիցները եւ նրանց ընտանիքներն անվտանգության նկատառումներով կտարհանվեն։ Այդ մասին հաղորդել է BBC-ն։ Որոշումը հաջորդել է Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունների 5 փուլին։ Այո, նրանք դուրս են գալիս, քանի որ Մերձավոր Արևելքը կարող է վտանգավոր վայր լինել։ Վաշինգտոնում լրագրողներին հայտնել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ։ Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն հունիսի 11-ին հայտարարել էր, որ եթե բանակցությունները ձախողվեն եւ Վաշինգտոնը հարված հասցնի Իրանին, Թեհրանը կպատասխանի հարվածելով տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին։ Թեհրանը պնդում է, որ ուրանի հարստացման ծրագիրը նախատեսված է քաղաքացիական նպատակների համար եւ միջուկային զենք ստեղծելու նպատակ չկա։ Ուկրաինան հայտնել է, որ գիշերը ռուսական անօդաչուները հարձակվել են Խարկովի վրա։ Քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով գրանցվել է 11 հարված, գնդակոծության են ենթարկվել բնակելի շրջաններ, ուսումնական հաստատություններ, մանկապարտեզներ, ենթակառուցվածքներ։ Վնասվել են տասնյակ ավտոմեքենաներ, կոտրվել են դպրոցների եւ տների ապակիները։ Բնակելի շենքերի եւ ուսումնական հաստատությունների տարածքներում հրդեհներ են բռնկվել։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալով տուժել է 14 մարդ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը հոբ ուժերը խոցել եւ որսացել են 52 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ 41 ԱԹՍ ոչնչացվել է Բելգորոդի շրջանի երկնքում, 6-ը Բրյանսկի, 3-ը Մոսկվայի շրջանի, 2-ը Ղրիմի։ Ռոսավիացիայի տվյալով 1 ժամ տևողությամբ ինքնաթիռների վայրեջքների եւ թռիչքների սահմանափակումներ են կիրառվել Մոսկվայի Վնուկովո եւ Շերեմետևո օդանավակայաններում։ Բելգորոդի շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ մարդատար մեքենային անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորվել է խաղաղ բնակիչ։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամերիկացի ժողովրդի անունից շնորհավորել է ռուսաստանցիներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Այդ մասին հայտնել է պետքարտուղարության մամուլի ծառայությունը։ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցելու Ռուսաստանի ժողովրդին ավելի լուսավոր ապագայի կառուցման իր շարունակական ձգտումներում։ Օգտագործելով այս հնարավորությունը վերահաստատում ենք Ռուսաստանի Դաշնության հետ կառուցողական փոխգործակցության Ամերիկայի Միացյալ Նահանգների ցանկությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև կայուն խաղաղություն հաստատելու համար։ Հուսով ենք, որ խաղաղությունը կխթանի մեր երկրների միջև փոխշահավետ հարաբերությունների հաստատումը, նշված է Միացյալ Նահանգների պետքարտուղարի հայտարարության մեջ։ Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը քվեարկել է վարչապետ Դոնալդ Տուսկի կոալիցիոն կառավարությանը վստահություն հայտնելու օգտին։ Սեյմի կայքում հեռարձակված քվեարկության արդյունքների համաձայն նախարարների կաբինետի աշխատանքին կողմ է քվեարկել 243 падգամավոր, դեմ 210 ձեռնպահ չի եղել։ Վստահության քվե անցկացնելու խնդրանքով Սեյմին էր դիմել վարչապետ Տուսկը նախագահի ընտրությունում իշխող կոալիցիայի թեկնածու Ռաֆալ Ճասկովսկու պարտությունից հետո։ Դավիթ Մուրադյան, լուրեր։